Հա, մարդը ոտը սայթակեց անկավ կներեք ժողովուրդ ջան, ինձ թվաց մի րոպե թե ստեղ արդեն ոնց որ թե առանձնացան այս վիդեոները, բայց ոչինչ, երկու բանով, երկու տեսահոլովակով կգնա, ոչինչ, նու կարող եմ սկզբից սկսել, այսինքն Ռուսաստանը բացել է նոր լրատվականներ Հայաստանում, որոնց նպատակն է թարմացնել հայ-թուրքական թշնամությունը, նորից թեժացնել, այդքան տարի նրանք աշխատել են այդ ուղղությամբ ու Հայաստանի հաջողվել է նրանց Հայաստանը վերցնել շրջափակման մեջ, որովհետև չզարգացող Հայաստանին հեշտ է կառավարել, հեշտ է ավելի հեշտ է կլանել ու կուլ տալ, ժողովուրդ ջան, այդ վիճակում ավելի հեշտ է, քան թե որ թույլ տան, որ Հայաստանը զարգանա, իսկ այն մարդիկ, ովքեր որ ուզում էին զարգացնել Հայաստանը, ովքեր որ ուզում էին, որ կապ հաստատեն Հայաստանի ու արևմուտքի մեջ, հանել Հայաստանը այս շրջափակումից, այդ մարդկանց գնդակահարեցին, դա արվեց ուբորնի երկրի կողմից, նրանց կագբեի կողմից, բայց կատարողները իհարկե Հայաստանում էին, ու ժողովուրդ ջան, տեղադրեցին իրանց, այս մարդկանց շարքից հանեցին, տեղադրեցին իրանց քոցերին, իրանց նվիրյալներին ու 30-25 տարի մինչև հեղափոխությունը հետ պահեցին Հայաստանը զարգացումից, թալանից, բացի ուրիշ ոչ մի լավ բան չկատարվեց Հայաստանում, ու տեսեք ինչ արեցին, ժողովուրդ, ես անպայման ուզում եմ այսօր խոսել սրա մասին, սրանց այդ դրածոները անհենց պայմաններ ստեղծեցին Հայաստանում, որ Հայաստանից շատ հայեր մեկնեցին Ռուսաստան, ուղղակի ամենօրյա իրանց հացը վաստակելու համար, ժողովուրդ ջան, ու ինչքան շատ ենքան լավ, ու այսօրվա օրը նայեք, իրանք մեզ շանտաժի են ենթարկում հենց այդ հայերով, դուք մի մոռացեք, որ դուք մեծ դիասպոր ունեք մեր մոտ, մեկ ինչ արեցին ժողովուրդ ջան, ու դա իրանք իրագործեցին այս քոցերի ձեռքով, այս քոցերի լռելային համաձայնությամբ, ժողովուրդ ջան, հեղափոխությունից հետո, քանի որ մեր գլխին էլի փորձանքներ բերեցին, կովիդը քիչ էր, մի հատ էլ նորից պատերազմ, ինչ մի հատ, երկու պատերազմ բերեցին, մեկն էլ սեպտեմբերի այդ հարձակումը Ադրբեջանի, որ ու հայաթափումը Արցախի, հիմա տեսեք, այս լրատվականներից մեկը, ես կֆիքսեմ բոլոր լրատվականներին, ժողովուրդ ջան, ու անենց կանեմ, որ այդ լրատվական կֆիքսեմ ու կասեմ մյուս անգամ, իմ մյուս հաղորդման ժամանակ կասեմ, որ լրատվականներն են, որտեղ բոլորը նոր են, նոր անուններով, ու և Facebook-ում կասեմ, և YouTube-ի հաջորդ իմ լայվի ժամանակ կասեմ, որ դուք դրանց չլսեք ընդհանրապես, որովհետև սրանք շատ լավ հասկացան, որ այդ հներին արդեն շանտեղ դնող չկա, բոլորն էլ գիտեն դրանք, ովքեր են, որտեղից են սնվում, ում պատվերներն են կատարում, դրա համար հիմա նորերին են բերել մեջտեղ, ու ինչա, որն է սրանց թեման, որ թուրքերը մեր թշնամիներն են, ադրբեջանցիները մեր թշնամիներն են, մեր միակ բարեկամը Ռուսաստանն է, այն Ռուսաստանը, որը համագործակցեց Թուրքիայի հետ, և տեսեք լկտիության ինչ աստիճան ունեն սրանք, ասում է Թուրքիան նպաստեց Արցախի հայաթափմանը, Թուրքիան, Արցախի պարտությանը 44 օրյան ի նկատի ունեն, օգնեց Ադրբեջանին հաղթելու Հայաստանին, Թուրքիան մեջտեղից հանվում է Ռուսաստանը, եթե ասում եք A, այդ ականքներ, ուրեմն ասեք նաև B, որ Թուրքիայի հետ եղել է նաև Ռուսաստանը, որ Շոյգուն հետո ասեց, որ իրանց պլանը շատ մեծ հաջողությամբ իրագործվեց, այո, այդ պլանը
գծվել էր, կազմվել էր Անկարայում, այդ պլանի այդ պլանավորման այդ պլանը ստեղծելուն մասնակցել են Թուրքիայի ոչ թե արտգործնախարարը, այլ Թուրքիայի պաշտպանության նախարարը, Ադրբեջանի պաշտպանության նախարարը եւ Շոյգուն, որը Ռուսաստանի պաշտպանության նախարարն էր։ Պլանը գծվել է Անկարայում այս 3 պետությունների կողմից եւ իրագործվել է այս 3 պետությունների կողմից։ Այդ ոնց եղավ, որ Թուրքիան մեր թշնամին է, Ադրբեջանը մեր թշնամին է, իսկ Ռուսաստանը մեր բարեկամն է։ Ամենօրյա ռեժիմով հենց հիմա Ռուսաստանը սպառնում է մեզ, իսկ սրանք մեջ են բերում Էրդողանի խոսքերը ու ինչ-որ գորշ գայլերի ինչ-որ ղեկավարի խոսքերը, որ իբր թե մենք մեծ թուրան ենք կառուցելու, մեզ չխանգարեք, դա համարում են սպառնալիք, բայց դա սպառնալիք չի, ժողովուրդ ջան, դա նախազգուշացում է հայերին, որ տեսեք, նորից չմատնեք են գետը, որտեղից հազիվ դուք դուրս պրծաք ու փրկվեցիք խեղդվելուց, այսինքն չկանգնեք ռուսի կողքին ու չփորձեք խանգարել մեզ, մենք ձեզ, Ռուսաստանը ձեզ խեղդում է, մենք պատուհան ենք բացել, ասում ենք շնչեք, չկանգնեք ձեզ խեղտամահ անողի կողքին ու նորից փորձանք չբերեք ձեր գլխին, չփորձեք խանգարել մեզ իրագործելու մեր ծրագիրը, այսինքն մեծ թուրանը։ Հիմա ուշադիր լսեք, ժողովուրդ ջան, այդ մեծ թուրանը առաջին հերթին սպառնում է Ռուսաստանին եւ Չինաստանին, որովհետեւ Թուրքիան հայտնվելու է ուղիղ Սինզենպինի քթի տակ, իսկ այդ թուրանը, եթե հաջողվի Էրդողանին իր նպատակը իրագործել, ատոմային ռումբա Ռուսաստանի տակ, բայց հիմա իրանք, որպեսի կանխեն այդ նպատակը Էրդողանի, նրանք փոշիացնելու ձգտում են փոշիացնել ամեն կերպ խանգարել Թրամփի ճանապարհի իրագործելուն։ Ժողովուրդ ջան, Թրամփի ճանապարհը մեր հայերիս համար կենսական մեծ նշանակություն ունի։ Էրդողանը իր խոսքում նաև դա է նշել, որ դա ճանապարհը, որով պիտի դա հնարավորություն է Հայաստանին ոտքի կանգնելու ու հզորանալու։ Ժողովուրդ ջան, հիմա ես ձեզ մի օրինակ բերեմ։ Մարդը ոտքա սայթակեց ընկավ, ինչ-որ մի տեղը ցավում է, այդ մարդը առաջին հերթին ինչ է մտածում, ոտքի կանգնի, չէ։ Այդ ոտքի կանգնելու ընթացքում գիտեք ինչ ցավեր է զգում, բայց դիմանալով ձգտում է ոտքի կանգնի առաջին հերթին, նոր նայի, թե իրա որտեղից է արյուն գալիս, ինչն է կոտրել, ինչն է վնասել, որ մասը բուժի առաջնահերթ։ Հասկացաք, չէ, ինչ եմ ուզում ասել, մենք պիտի առաջինը ոտքի կանգնենք, հետո նոր նայենք, մեր որտեղից է արյուն գալիս, մենք ինչ վերքեր ունենք ու փորձենք բուժել այդ վերքերը։ Ժողովուրդ ջան, բայց առաջին հերթին պիտի ոտքի կանգնենք, իսկ ոտքի կանգնելու համար փառք Աստծո մեզ օգնողներ կան, մեր կողքին կանգնել են երկրներ, հզոր երկրներ, որոնք քութիկի տեղ չեն դնում Ռուսաստանին, պարզապես քութիկի տեղ չեն դնում ու այսօրվա օրը G7-ը հենց նրա համար է հավաքվել, որ որոշեն, թե ինչ պատիժ են տալու դրանց, որովհետև սրանք չափերը անցան ու Պուտինը ոչ մի նպատակ չունի կանգնելու, այսինքն Պուտինը ով է, որ կանգնի կամ չկանգնի, որոշողը ստեղ Սինզենպինն է, իսկ Սինզենպինը պիտի անենց անի, որ Ռուսաստանը այն աստիճանի թուլանա, որ իրանք այսենց քայլելով, դվագելով, այսենց պարելով գան հասնեն մինչև Ուրալ։ Ժողովուրդ ջան, իսկ թե այս մնացած մասի հետ ինչ կկատարվի, էդ էլ արդեն շուտով կերևա։
որովհետև իրանք երեք ես լսում էի Սալավյովի հաղորդումը ժողովրդյան, ուրեմն ասում է, որ ոչ թե մենակ ինքն է ասում, այնտեղ ներկա եղող բոլորը այդ էին ասում, որ Եվրոպան համախմբում է իր ուժերը։ Նու հասկացել են, որ ինչ որ մի բանի պատրաստվում են։ Դրա համար են տենց խառնվել իրար։ Իրանց անելիքն էլ չգիտեն։ Ու գիտեք ինչ եզրակացության եկան, հարկավոր է եվրոպական երկրները պայթացնել միջից։ Ինչ որ անում են հիմա մեր հետ։ Այսինքն հիբրիդային հարձակում այդ երկրների վրա։ Դուք պատկերացնում եք, ու ինչի վրա է սրանց հույսը, նայեք։ Ասում է ով պիտի պաշտպանի Եվրոպան, ասում է բանը, այդ ասում է Ausländer-ները Flüchtlinge ասում ենք, ստա փախստականներն են պաշտպանելու։ Հասկացաք։ Դե գիտեն, որ մեծ մասը փախստականների մահմեդականները, մուսուլմաններ են։ Ու իրանց էշխելքով այդ մուսուլմանները, որ օգնություն են ստացել եվրոպական երկրներից, որ կրթություն են ստացում իրանց երեխաները, իրանց ամեն ինչով ապահովում է պետությունը, չեն պաշտպանելու այդ պետությանը։ Դրանց դատողությունը ատեղից արդեն որոշեք ժողովուրդ ջան։ Ասում է ով պիտի պաշտպանի, ասում է աչերը ատում են ձախերին, ձախերը աչերին, այսինքն օգտագործելու են հակասությունները, այդ կուսակցությունների միջև եղած հակասությունները օգտագործելու են նաև օտար ազգերին, որոնք ապրում են Եվրոպայի երկրներում։ Հասկացաք, ինչ են ուզում անել, այսինքն ուզում են եվրոպական երկրները իրանց էշխելքով պայթացնեն միջից։ Եվրոպան էլ էշի ականջի մեջ քնած է, չբռնեց, չգնդակահարեց, չկախեց, չոչնչացրեց իրանց ակենտներին, հա։ Անհանգիստ են, շատ անհանգիստ են, որովհետև մոտավորապես զգում են իրանց գլխի գալիքը, բայց էլի ծնկի չեն գալիս, որովհետև չեն էլ կարող, որովհետև իրանք չեն որոշողը ստեղ Չինաստանն է։ Ու ժողովուրդ ջան, ասել ես ինչա, որ արդեն 2 տարուց ավել է ժողովուրդ, ես համոզում եմ, հորդորում եմ մեր հայերին, որոնք հենց հիմա Ռուսաստանում են, վերադարձեք Հայաստան։ Հայաստան չեք ուզում, գնացեք ուրիշ տեղ, բայց մի մնացեք այդ տարածքում։ Փոխարենը սրանց հարազատները, սրանց ծնողները, իրանց լակոտ լուկուտին, իրանց ռուսամեր, ռուսպորնիկներին տարված, նվիրված լակոտներին, նրանց ընտանիքներին, իրանց այդ, չգիտեմ, ռուսամեր, ռուսացած հարազատներին համոզեն, որ դուրս գան այդ տարածքից, հակառակը Հայաստանն են ուզում խցկեն այդ տարածքի մեջ, որ մենք էլ նրանց հետ գնանք անդունդը։ Այդ իմաստով գնացին, ընտրեցին, որ իբր թե իրանց հարազատները ընդեղ են, որ Ռուսաստանի աշկին լավ Երևան, Ռուսաստանը նրանց հետ լավ վերաբերվի, կվերաբերվի շուտով։ Այն ժամանակ ես ձեր հետ կխոսամ, ամենադաժան ձևով կխոսամ, ու այդ ժամանակ էլ չնեղանաք, չասեք, տես ինչ ասում։ Դուք փոխանակ համոզեք, որ նրանք ընդեղից դուրս գան, դուք հակառակը արեցիք, գնացիք ձայն տվեցիք ընդեղի ակենտներին, շպիոններին, ուղարկված Ռուսաստանից ուղարկված ինստրուկցիաներով ուղարկված մարդկանց, որպեսզի նրանք կարողանան կործանել Հայաստանը ու Հայաստանը տանել, մտցնել այն զորով նստացնել են գնացքը, որը թափով գնում է անդունդը։ Դուք էդ արեցիք, բայց փառք Աստծու, մեր ժողովրդի մի մասը, կեսից ավելին, խոհեմ գտնվեց ու չգնաց այդ ճանապարհով, ընտրեց այս հիմիկվա կառավարությանը ու մանդատ տվեց մեր հզոր վարչապետին, նրա թիմին, որ բոլորը նվիրյալներ են, բոլորը տվեց, որ
մաքրի Հայաստանը դրանցից, ու ես վստահ եմ, որ անելու են։ Արդեն պրոցեսը սկսվել է, գնում է, ու իրանց Ռուսաստանը իրանց տեր չի կանգնելու։ Օգտագործելու են ու գցեն մի կողմ։ Ամեն ձևով, ժողովուրդ ջան, տեր չի կանգնելու, որովհետև հայ ժողովրդի կամքը չի կարողանում կոտրել։ Բոլոր նրանց, ովքեր գնացին ու ձայն տվեցին ռուսապոռնիկներին, ասում եմ, ուշադիր լսեք ու մտապահեք, փոշմանելու եք, բայց ուշար լինելու, փոշմանելու եք։ Ձեզ չհաջողվեց կործանել Հայաստանը, փառք Աստծու, Հայ Աստված մեծ է, բայց ձեր լակոտ լուկուտներին Ռուսաստանը կործանելու է, տանելու է, սպանելու է Ուկրաինայի դաշտերում, ձեր լակոտները դառնալու են խոզի կեր ընդեղ։ Էլ չեմ ասում, որ ավելի վատ բան կարա պատահի, ավելի վատ բան, որովհետև ես ձեզ էլի, տեսեք, զգուշացնում եմ, հավաքվում են որոշելու դրանց դատաստանը։ Տեսեք, ամեն ինչ կարա լինի, ամեն ինչ, որ դուք անհնարին եք համարում ու ծայրահեղ, ամեն ինչ կարա լինի։ Վերջապես աշխարհի բոլոր երկրները համարյա բոլորը եկել են եզրակացության, որ այդ ու բորնին բաց երկնքի տակ հարկավոր է հողով ծածկել, որովհետև գարշահոտություն է տարածում ամեն տեղ։ Հիմա ես չգիտեմ, սրանք, որ վերջնականապես իրանց հույսը կտրեն, ինչ դիրք կընդունեն, ոնց կդիրքավորվեն Հայաստանի նկատմամբ, բայց արդեն էլ չեն էլ պարտակվում, ժողովուրդ ջան, բացահայտ ցույց են տալիս իրանց թշնամությունը մեր հետ։ Ու տեսեք, ամենօրյա սպառնալիք Ռուսաստանից, ոչ մեկ չի խոսում այդ մասին, այս ընդդիմադիր իբր թե Ռուսաստանից սնվող այս լրատվականներից լսել եք մի բառ, որ Ռուսաստանը սպառնում է, Ռուսաստանը այս ասեց, բայց փոխարենը բառացի կրկնում են, թե ինչ ասեց Գորշ Կարելերի ղեկավարը եւ ինչ ասեց Էրդողանը։ Ժողովուրդ ջան, ինչ անուն ուզում են թող տան, կասեն մեծ Թուրանի ճանապարհ, կասեն Միջանցք, Սյունիքի Միջանցք, Զանգեզուրի Միջանցք, իրանց գործն է, թող ասեն ինչ ուզում են, բայց մեր կառավարությունը ստորագրել է Թրամփի ճանապարհի տակ։ Մենք դրա հետ ենք համաձայնվել, մեզ ինչ թե նրանք ինչ անուն կտան, իրանց ներքին լսարանի համար ինչ կասեն, այդ որ տենց մեջ եք բերում Թուրքիայից Էրդողանի ասածը, Գորշ Կարելերի ղեկավարի ասածը, թուրքերենով, հայերենով, ռուսերենով, ամեն լեզվով մեջ բերումներ եք անում, բա չեք, ձեր կարծիքով Թուրքիան չի լսում, ձեր ասածները, Թուրքիան չի լսում այդ ամենօրյա պրոպագանդան, այդ որ մեկը մեկին վիրավորելու համար թուրք է ասում, չեն լսում, ձեզ է թվում, որ չեն լսում, բոլորիս էլ լսում են։ Ժողովուրդ ջան, ինչ տվեց այսքան տարիների այդ ողբը, վայ մեզ սպանեցին, վայ մեզ դպրեցին, այս արեցին, այն արեցին, Թուրքիան ճանաչեց, չճանաչեց, չէ։ Ու անընդհատ կրկնում են մի բան էլ, Արցախը հայկական է, բայց ով ասեց, որ հայկական չի, բոլորս էլ գիտենք, այդ այն ժամանակ ասեիք ոչխարի ծնունդներ, երբ որ 21 թվին խուժան բոլշևիկները Անդրկովկասյան իրանց այդ նիստում պոկեցին մեզանից Արցախը ու
մտցրեցին Ադրբեջանի կազմ։ Այդ ժամանակ ասեիք Արցախը հայկական, բայց ինչի լեզուներդ հետուքներդ մտցրեցիք, հա? 89 թվին 1989 թվին ժողովուրդ ջան, երբ որ Արցախը արդեն այդ ընդվզումները կար, Սումգայիթի դեպքերը եղել էր, այդ ժամանակ Արցախը դիմեց, որ դուրս գա Ադրբեջանի կազմից, ինքնավար էր, թույլ չտվեցին հերիք չի, որտև այդ ժամանակ Սումգայիթի դեպքերը եղել էր, հարձակումներ էր լինում Արցախի տարածքի վրա, մտնում էին գյուղերը, այն սահմանային այդ տարածքները ժողովրդին նեղացնում էին, սպանում, վառում, չգիտեմ ինչ գալաթասես անում էին։ Դրանից այդ ամեն ինչից ելնելով Արցախի կառավարությունը ինքնավար էր այդ ժամանակ, ինքնավար հանրապետություն Ադրբեջանի կազմում, ժողովուրդ ջան, դիմեց ու բորնի երկրի գերագույն խորհուրդ, որ Արցախը դուրս գա Ադրբեջանի կազմից, հանեն, նրանք թույլ չտվեցին, բավական չի, մի հատ էլ վերցրեցին, ինքնավարությունը ջնջեցին։ Նենց որ Ալմաաթայի հռչակագրով ժողովուրդ ջան, Արցախը դուրս է եկել Սովետ միության կազմից Ադրբեջանի կազմում, ուզենք թե չուզենք, որովհետև նույնիսկ ինքնավարությունը վերցրեցին, ջնջեցին։ Նրանից հետո եղավ այդ պատերազմը։ Հաղթեցինք Փարքասու, Աստված օգնեց մեզ, այն իմաստով, որ Ադրբեջանում ընդվզումներ էր սկսվել, Բութալիբովը զորքի մի մասը տարավ Բաքու ու մեր տղաների, մեր ժողովրդի հերոսության շնորհիվ, Վազգեն Սարգսյանի շնորհիվ, մեր այն մյուս Մոնթեի, այն մյուս բոլորին չթվեմ, այդ նրանց հերոսական այդ պայքարի շնորհիվ Արցախում մենք հաղթեցինք, ինչ արեցին այդ հաղթանակի հետ։ Այդ ժամանակ իրանք կարային Ադրբեջանին կապիտուլյացիայի ենթարկեին, ահա որ թուլացած էր Ադրբեջանը, ու գոնե այդ գրաված տարածքները, որը որ Ադրբեջանիններ վերադարձնեին, մնացածի համար ստանային անկախություն, իրանք չէ, կախեցին օդում, խաբեցին ռուսները, որովհետև ասին, փուլ առ փուլ կլուծենք այդ հարցը, տեսակ ոնց լուծեցին, ամենավերջին փուլն էր, որ բանտիկով, գեղեցիկ, ուպակովկա արած, սենց, այդ շների լեզվով չասեմ, ձևավորած, փակած, սենց, տվեցին Ադրբեջանին, ու իրանց վճարած լրատվականների միջոցով տարածեցին, որ Նիկոլ Փաշինյանը տվեց, ժողովուրդ ջան, ու հիմա ամեն կերպ աշխատում են խափանել Թրիպի նախագիծը ու թեժացնում են նորից, բարձրացնում են նորից հայկական ջարդերի հարցը, Արցախը Ադրբեջանին տալու հարցը, Թուրքիան օգնեց, ասմավորվեց, բա Ռուսաստանը ինչ արեց, բա ռուս խաղաղապահները, որ եկել տանգվել էին, ընդեղ բիզնես էին անում այդ ժողովրդի վրա, ինչ արեցին, բա ինչի չեք խոսում այդ մասին, այդ տականքներ, մի խոսքով ժողովուրդ ջան, վիճակը օրհասական չի, բայց տագնապալի է, այն իմաստով, որ հիբրիդային պատերազմը մեր դեմ շարունակվում է, սպառնալիքները ամենօրյա ռեժիմով շարունակվում են, ու մենք պիտի օգնենք մեր կառավարությանը, որ քոքահանանի Հայաստանից դրանց ագենտուրան, ուղղակի քոքահանանի, մենք պիտի կանգնենք մեր կառավարության, մեր վարչապետի կողքին։ Ես հիմա պատկերացնում եմ, որ դրանք գան խորհրդարան, դիմել են սահմանադրական դատարան, գիտեք ինչ,
գոնե ամոթ ունենային, այդքան, այսօր նայում եմ 500 համարյա թե, 200-ից ավել ներողություն, քրեական գործ կա կաշառքի գործով, ասում են մենք չենք, այդ մենք չէինք, բա ով էր, մեկին մի հատ պադոշերեսի ձերբակալեցին, շատ լավ արեցին, հիմա հերթը այնուս պադոշերեսին, նա որ ձերբակալեն, ժողովուրդ ջան, ու տեսակ, որ մեր վարչապետը խոստովանեց, չնայած ես վաղուց էի գլխի ընկել, վաղուց էի հասկացել, որ սպառնալիքներ կան, նույնիսկ գոյաբանական, դրա համար էին մերոնք դանդաղում, հասկացաք ժողովուրդ ջան, բայց հիմա էլ դանդաղելու բան չկա, որովհետև այդ ընթացքում իրավիճակա փոխվել, ու հիմա արդեն մեր վարչապետի ձեռքերը ազատ են, ուղղակի մնում է, որ մեր ժողովուրդը հանկարծ նորից չխափնվի, ես այն բոլորին, այն որ գնացին, քվեարկեցին, ես նրանց առանձնացնում եմ, գիտեք ինչի, նրանք ռուսական քրեական տարեր են, նրանք այդ ամեն ինչը, այդ Ռուսաստանից, եկած այդ ամեն ինչը, այդ գողական, այդ չգիտեմ ինչական, այդ դրա կարողներն են, իրար հետ խոսում են, ախպեր, բրատ, ինչ բրատ, այ լկտիներ, ինչ բրատ, բրատով եք խոսում, գնացեք ընդեղ խոսացեք, ինչ բրատ, ախպերը արդեն դառնում է բրատ, ժողովուրդ ջան, բերանները բացում են, եկեք բոլորի կենսագրությունը նայենք, ովքեր որ քվեարկել են դրանց օգտին, բոլորը երկար ժամանակ թրև են եկել այդ ուբորնի երկրում, երկար ժամանակ հիմա էլ իրանց թուլեկն են ընդեղ, ու չիմանաք թե Հայաստանում չեն կարա աշխատեն, չեն կարա ապրեն, ընդեղ համաձայն են տանվարստան կամ 100 հոգով շամպես ապրեն միտեղ, փնտի խուժանի կյանքով, բայց չգան Հայաստան, այդ աստիճանի դրանք կախարդված են, դրանց այդ չգիտեմ ինչով, այսինքն գիտեմ, ինչի չգիտեմ, իրանց ղեկավարը, իրանց պրեզիդենտը իրա բերանով ասուց, մեր լրխպերը ամենալավն են, ես կավելացնեմ ամենադիշովին են, այդ ինչի են, վազում ընդեղ, ու իրանց էլ ռուս են համարում, մատուշկա Ռասիա, կտենակ, ինչքան մատուշկա է այդ Ռասիան, ձեր համար, լավ ժողովուրդ ջան, մեկա, ասես, չասես, այդ ամեն ինչը նստած է սրանց հոգում, ու ես շատ եմ ուզում, որ սրանք իրանց հույսները կտրան ամեն ինչից, իրանց հովանավորներից ու իրանց ձևով մաքրեն Հայաստանը, այսինքն տոմսերը վաճառվում է, ինքնաթիռները թռնում են, գնացեք ձեր մատուշկա Ռասիան, հանգիստ թողեք այս ժողովրդին, գնացիք, ընտրեցիք, ընդեղ նշեցիք դրանց անունները, ամոթ ձեզ, դուք ինչ հայ, բացի են, որ մարդ չեք, նաև հայ էլ չեք, լսում ես, տարիքով կին է խոսում, դրա խոսալու ձևը, ախպեր, տղամարդու հետ է խոսում, իրան անծանոթ, ինչ ախպեր, տարիքով կին է, բայց գողական է գնում, էդ եք դուք, էդ մասան գնաց ընտրեց դրանց, մի մասը, այդ ընտրողների ասեմ, կարոտում է հնին, ժողովուրդ ջան, մի մասը Ռուսաստանում լանգու լավազ ունի, լավամարդալում Ռուսաստանի մոտ, հայրենիք ծախելով,
մի մասն էլ ուղղակի էշի կարգավիճակում է, կյանքից բան չի հասկանում, ինչ ասում են, կարկանում է, ու դրանց հեշտ է խաբելը, համոզելը, որովհետև իրանք ոչ մի բանից տեղյակ չեն, մի հատ գիրք մինչև վերջ կարդացած չկան, ու նրանց հեշտ է մաքրած է էլի ուղեղները ուզում եմ ասել, մաքուր է այնտեղ տարածք կա, կարան ինչ ուզում են տեղադրեն, ժողովուրդ ջան։ Հա, Սամվել Կարապետյանը կոչ է անում, միավորվել, էլ նոր Սամու, բաց թողեցիք դուք այդ պահը, դուք չուզեցիք միավորված հանդես գաք, ամեն մեկը ուզում էր մյուսից առաջ ընկներ, էլ հիմա, լսի, Սամու, դու չպետք է խոսայիր էլի այդ սանկի մասին, դու քեզ մատնեցիր, մեկը ես Եվրոպայում եմ ապրում, բայց գաղափար չունեի այդ սնկից, քեզանից իմացա դրա մասին, դու փաստորեն քո բերանով խոստովանեցիր, որ ամեն օր երևի օրը մի քանի անգամ սնկ ես ուտում այդ սնկից, դրա համար էլ քալետ թափած է, որ քալետ թափած չլինի, դու կմտածես հետո կխոսես, բայց դու խոսում ես, հետո ես մտածում, այ էդ է էլի քո վատ կողմը, Սամու։ Լավ, ժողովուրդ ջան, եկեք այսօր ես սրանով վերջացնեմ, ու չվախենաք հանկարծ, չմտածեք, մի հավատացեք դրանց, թե հայ Թուրքիան, էս անում, են անում, Թուրքիայի արածը վտանգավոր չի մեր համար, ում համար վտանգավոր է, թող են էլ մտածի, քանի որ այդ գաղափարը հենց իրանց մոտ է ծնվել, ու թող մեզ չխառնեն իրանց կեղտոտ գործերին, ես համաձայն եմ այն մտքի հետ Էրդողանի, որ մենք չպետք է խառնվենք, ժողովուրդ ջան, թող իզևի ուզում են պայքարեն դրա դեմ, մենք թքած ունենք, մեզ ճանապարհ է պետք, մենք բացում ենք այդ ճանապարհը, Թուրքիան տալիս է այդ հնարավորությունը մեզ, որ մենք կարողանանք հաղորդակցվել աշխարհի հետ, ժողովուրդ ջան, հիմա թե ով ինչ նպատակով կօգտագործի այդ ճանապարհը, այստեղ մեզանից ավելի հզոր երկրներ կան, մենք ով ենք, որ խանգարենք, կամ թույլ չտանք, կամ ինչ-որ մի ձևով իրավիճակ փոխենք, ժողովուրդ ջան, այստեղ ոչ Ամերիկան է քնած, ոչ Եվրոպան է քնած, ոչ Իրանն է քնած, բոլորն էլ ուշի ուշով հետևում են այդ ամեն ինչին, ու պետք չի որ մենք մեր այդ ամեն ինչից վերև թռնենք, անգանել է շատ ցավոտ կլինի, ժողովուրդ ջան, էլի եմ ասում, այստեղ ավելի մեծ, ավելի կարող երկրներ կան, ու նրանք անենց չի, որ չեն մտածում այդ ամեն ինչի մասին, ու թող իզուր տեղը այս ժողովրդին չփորձեն նորից հանել ոտի, նորից թշնամություն սերմանել, չի ստացվի, հա, մեկին էլ գտել էին այդ լրատվականներից մի հատ օլուխի, որ պատմում է, ու որում խոսում է թուրքերեն, իբր հայ է, ազգանունն էլ փոխած, ասում եմ, շատերը փոխեցին Եղեռնից հետո, ջարդերից հետո, մեծ այդ Եղեռնից հետո փոխել են իրանց ազգանունը, վախեցել են մարդիկ,
ովքեր մնացել են Թուրքիայում, իրոք փոխել են, դա նույնիսկ եղել են մարդիկ, որ կրոննել են փոխել, բայց հետո կամաց բոլորը արդեն սկսել են, որ արդեն իրադրությունը փոխվել է, մի քիչ արխային են ընկել, սկսել են արդեն հանդես գալ որպես հայ, վախեցել են ասեն, որ իրանք հայ են, բայց այդ ինչ ասելու բանը, պարզ չի, որ այդ ջարդերից հետո ընդեղ մնացողները, պարզ չի, որ պետք է վախենային իրանց հայ լինելը խոստովանել, ոչ բոլորին է հաջողվել է դուրս գալ ժողովուրդ ջան, շատերն են մնացել, իմ ծանոթների մեջ կան մարդիկ, որոնց ազգանունը փոխած է, յան չկա, բայց իրանք ինձանից լավ հայ են, ինձանից լավ հայերեն գիտեն ու ձեզանից ռուսա քոծեր ու իրանց ավելի հավատը ավելի խորն ավելի մեծական թե իմը ձերը ու չփորձեք թաց չոր հավաքել ու փորձել իրար հետ վառել չի ստացվի ինձանից ու ձեզանից լավ հայեր են չնայած գիտեք ինչ իրանք բոլորը հայերեն գիտեն ասեմ գրել կարդալ գիտեն բոլորը ու պահել են իրանց ազգանունը չի ստեղ կարևոր ժողովուրդ ջան այ այդ ռուսակոծերի մեջ Մարգարիտա Սիմոնյանը Յանա այն մեկին որ քրեական գործ են հարուցել ինչ էր այն լրագրողը ինչ Սիբիլա Միկա Բադալյան Յանա ընդեղ էլի կան որ Յան են բայց դրանց ինչն է հայ իսկ այս մարդկանց ազգանունները փոխած է բայց ելի եմ ասում ինձանից ձեզանից լավ հայեր են հավատնել հեշտ չի այդքան դարերով ապրել օտարի մեջ, քո հայությունը, քո ինքնությունը, քո լեզուն պահպանել։ Ճիշտ է, մի քիչ տարբերվում է, մեր լեզուից իրանց մոտ ավելի շատ է գրաբարը, բայց մարդիկ պահել են։ Ազգանունը վախեցել են, փոխել են, բայց հայությունը պահել են։ Իսկ դուք ազգանուններդ յանա, բայց հայի զերո մենտալիտետ ունեք, ընդունել եք ռուսական աղբը, ընդունել եք ու բերել Հայաստան, այս ինչ որ կատարվում է, չէ, ժողովուրդ ջան մեր մոտ, ամբողջ այդ Ռուսաստանից բերած աղբն է, այդ գնալ գալը, ընդեղ լկրտվելը, թրև գալը, հետո Հայաստան գալը, այդ ամեն ինչը Հայաստան բերելը հատկապես ծաղկեց այդ երկու բոշաների, այդ երկու տականքների, այդ երկու հանցագործների Հայաստան ներխուժելուց հետո իդեպ, որովհետև նրանք նենց արեցին, որ այդ ժողովուրդը մի մասը արտասահման, մի մասը Ռուսաստան։ Արտասահմանում եղողները վատ բան չէին բերելու Հայաստան, բերելու էին քաղաքակիրթ աշխարհի մենտալիտետը, նրանց կուլտուրան, իսկ սրանք աղբ էին կրում բերում ընդեղից, աղբ։ Ու մինչև հիմա էլ էդ են անում։ Ինձ որ ժողովուրդ ջան, հիմա ուզում եք ասեք ռուսաֆոբա, չգիտեմ ինչա, ես ռուսաֆոբ լինելուց առաջ ես Հայաստանի համար եմ։ Իմ ժողովրդի համար եմ։ Իմ ռուսների ատելությունը գալիս է նրանց վերաբերմունքից իմ երկրի ու իմ ազգի նկատմամբ։ Այդտեղից է գալիս, ես ուրիշ բան չունեմ դրանց հետ։ Ժողովուրդ ջան, այդտեղից է գալիս։ Ու ինչքան վատ վերաբերվեն, այնքան ավելի մեծանալու է իմ էլ, այն մեկի էլ մեջ ատելությունը ու այդքան մենք
հեռանալու ենք դրանցից ամեն ձևով ու այտենց մեզ կպցնել, կլեյել, չի ստացվի ինֆորմացիայի դարա, ինտերնետի դարա, ամեն ինչ ջրի երեսինա, առաջվանը չի, որ խափեք ես ժողովրդին, նենց որ հույսներդ կտրեք ու գնացեք կրեք ձեր պատիժը, սամո, հասկացար, էլ իզուր տեղը մի ծպնվի եթերներում ու վրեք մի ծիծաղացրու ժողովրդին, առանց էնել ժողովուրդը ղժում ավրեդ, ոչ թե ծիծաղում, այլ ղժում, քո վրա էլ են բոշանել են երկու կցորդների են, որ իրար կպած են, սենց կցված իրարից եկան, Հայաստան ներխուժեցին, են առյուծների հետ Ծառուկյանի նկատմամբ վերաբերյալ միայն ծիծաղ, առհամարանք ու ծիծաղ, ուրիշ ոչինչ չեք ստանալու այս ժողովրդից, իսկ այդ կաշառվածները, որ գումարի դիմաց, մի քանի ալկաշ, մի քանի ծախված, որ գալիս էին, կողքներդ կանգնում էին, այդ ձեր սիրուց չէր, որ գալիս էին, փողին մունատ, ժողովուրդ ջան, այսօր այսքանով վերջացնեմ, ես մի քանի օր էլ կսպասեմ ու Facebook-ում, իհարկե անպայման կմտնեմ Facebook ու կնշեմ այդ բոլոր լրատվականները, որոնք տարածում են սրանց թեզերը ու կաշխատեմ գոնե հաջորդ շաբաթվա մեջ նորից լինել YouTube-ում, ասելիքս շատ է, ժամանակը ուղղակի չի հերիքում, ժողովուրդ ջան, ոչինչ, կհանդիպենք նորից, ժողովուրդ ջան, պինդ եղեք, թող ոչ ոք մեզ չվախեցնի, մեր արդեն դիրքերը պինդ են, մենք ոտքի վրա ենք արդեն, մնում է մեր վերքերը բուժենք, այսքանը, ժողովուրդ ջան, խաղաղություն հայոց աշխարհի ու կանք տոկունություն մեր վարչապետին, մեր կառավարությանը, բոլոր են մարդկանց, ովքեր Հայաստանի համար են, ոչ թե Հայաստանի դեմ ու համբերություն մեր ժողովրդին, գնում ենք դեպի լույս, գնում ենք դեպի պայծառ ապագա, այսքանը կհանդիպենք